Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու դոցենտ Էդգար Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, վերջին շաբաթվա ընթացքում խորհրդարանական երկու խմբակցությունների ներկայացուցիչներ, ավելի դիպուկ եթե ասենք, երկրորդ եւ երրորդ նախագահի կողմնակիցները միմյանց նկատմամբ այսպես բուրըն հայտարարություններ են անում, փոխհրաձգություններ են եւ հիմնական բանը, որի մեջ մեղադրում են, թե միմյանց մեղադրում են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Դուք որպես կողքից դիտորդ մարդ, ով ոչ մի կողմ է, ոչ մյուս կողմ է, ինչ կարող եք ասել, նախ ինչու է այս հարցը առաջացել ընդհանրապես այս փուլում եւ ի վերջո ով է բերել Նիկոլ Փաշինյանին։ Մեծ հավանականությամբ դա եղել է իր մայրը։ Ես կարծում եմ, որ դա տենց է եղել։ Իսկ իշխանության ով է բերել։ Իշխանության բերել են այն մարդիկ, ովքեր որ 18 թվականին դուրս էին եկել փողոց եւ նրանց թվում կային տարբեր ուժերի ներկայացուցիչներ, տարբեր հասարակական գործիչներ, քաղաքական գործիչներ, որոնք նպաստել են այդ գործընթացին, որ Հայաստանում տեղի ունենա իշխանության փոփոխություն։ Սերժ Սարգսյանը, ես կարծում եմ, որ որպես երկրի նախագահ պատասխանատվություն է կրել այն ժամանակաշրջանի համար, որ ինքն է ղեկավարել։ Բնականաբար նաև Ռոբերտ Քոչյանը իր պաշտոնավարման ժամանակաշրջանի, Լևոն Տեր-Պետրոսյանը իր։ Բայց իրադարձությունները, որոնք զարգացել են, ես կարծում եմ, որ նրանցից որևէ մեկը պետքա որ շահագրգռված չլներ, որ Հայաստանում տեղ ունենար ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Եվ որևէ քաղաքացի Հայաստանում պետքա շահագրգռված չլեր։ Այլ բանա, որ մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում եղել են այդ խաբեության զոհը, հավատացել են այդ շարլատանին, հավատացել են այդ խաբեբային, եւ ամեն մեկը ինչ որ մի этаպում հասկացել է, որ ինքը խաբեության զոհ է դարձել։ Եվ այդպիսի մարդիկ 100,000-ներով են։ Քաղաքական ուժերը, որոնք 18 թվականին սատարել են Նիկոլ Փաշինյանին, տասնյակ են, ովքեր որ հիմա հանդես են գալիս նրա ընդդիմախոսի դերում, այսինքն համոզվել են, որ նա խաբեբայի մեկն է։ Եվ հիմա հետին թվով վերադառնալ, թե որ գործոնը ինչ չափով ազդել այդ իրադարձությունների վրա, ով այդ պահին ինչ որոշում է կայացրել, ով ինչ պահին ինչ ներգրավվածություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, հետո ինչ որոշումներ է կայացրել, ես կարծում եմ նրանք ակտուալ չեն, որովհետև հիմա միակ ակտուալ խնդիրը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Իսկ ազգային ժողովի падգամավորները մասնավորապես ի տարբերություն մյուս քաղաքացիների ունեն լիազորություններ եւ նաեւ պարտականություններ այս իրավիճակում որոշումներ կայացնելու եւ գործողություններ իրականացնելու համար։ Այսինքն նրանք ոչ թե պետքա մեկը մյուսին քննադատեն, նրանք երկուսն էլ հիմա քննադատության թիրախ են մեզ համար, որովհետեւ չեն կատարում իրենց սահմանադրական պարտականությունը եւ չեն նախաձեռնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց, այն ակնհայտ հանգամանքների պայմաններում, երբ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի ապահովում կառավարության 2021-26 թվականների ծրագիրը, ինչը կառավարության սահմանադրական պարտականությունն է, այլև հանդես է գալիս ելույթներով, իրականացնում է քաղաքականություն, որը հակադիր է այն ծրագրային դրույթներին, որոնք ամրագրված են այդ ծրագրում եւ արժանացել են ազգային ժողովի հավանությանը։ Իսկ ազգային ժողովում ցավոք սրտի մինչ օրս չի գտնվել թեկուզ մեկ падգամավոր, ով նախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակը անընդունելի է, անթույլատրելի է։ Ինձ համար անկեղծ ասած, մարդու, որը բարձր է գնահատում պետականության ներկայացման գործում ցանկացած հանրային ծառայողի դերը, վաստակը, առավել եւս պետության նախագահների, առավել եւս մարդկանց, ովքեր որ իրենց ժամանակաշրջանում եղել են նաեւ Արցախյան ազատամարտի ոչ միայն մասնակից, այլև կազմակերպիչ, կերտել են մեր ժողովրդի հերոսական պատմության հերոսական էջերը, նրանք այս պահին առավել եւս որ հայտնվել են թշնամական թիրախում, նրանք պետք է մեկտեղեն իրենց ջանքերը, բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, այլ ոչ թե դա օգտագործենք իրար դեմ անիմաստ, անբովանդակ հայտարարություններով, փոխարեն անելու իրական ռեալ քաղաքական գործընթաց մեր պետությունը եւ ժողովրդին այս թշնամական ռեժիմի կեղտոտ եւ այրոնոտ ճիրաններից ազատելու համար։
Դե երկրորդ նախագահի պարագայում պարոն Ղազարյան կարծես թե իրենք սպասում են ընտրությունների, հա, եւ այդքան էլ հակված չեն մեկը օրինակ իմպիչմենթի գործընթացին։ Դե ընտրություն սպասելը դա ցանկացած քաղաքական ուժի համար նորմալ է, բայց այն դեպքում, երբ որ երկիրը ժողովրդավարական երկիր է եւ այդ երկրում հնարավոր է անցկացնել ընտրություններ։ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Հայաստանում երբեք ընտրություններ տեղի չեն ունեցել։ Հայաստանում հայտարարվել են ընտրության օր, ավելի շուտ քվեարկության օր, եւ այդ առիթը օգտագործվել է ապօրինի իշխանազավթում իրականացնելու համար։ Ընտրություն հնարավոր է այն երկրներում ու հասարակություններում, որտեղ որ ժողովրդավարական է այդ հասարակությունը։ Իսկ տոտալ հետամնաց բռնապետության պայմաններում, ինչպեսին որ հաստատվել է Հայաստանում, ինչ ընտրություն։ Ասենք հիմա ձեր առջև նստած է մի մարդ, որը ունի խոսքի ազատ տեղաշարժի եւ բնակության վայր ընտրելու սահմանափակում, որի դեմ որոշումը կայացրել է դատարանը քննիչի միջնորդությամբ, այն դեպքում, երբ որ մարդը ում այդ մեղադրանքը ներկայացվել է, բացարձակապես չի ընդունում այդ մեղադրանքը, մեղքը ապացուցված չի եւ միայն խոսք արտասան եւ այդ մարդը ոչ թե որևէ չարաշահում է իրականացրել, որևէ հանցանք է իրականացրել ինչ-որ մարդու նկատմամբ իմ գործողությունների մեջ առհասարակ քրեական օրենսգրքում նկարագրված որևէ գործողություն չի համընկնում իմ դրսևորած հանրային գործունեության, իմ արտահայտած հրապարակային մտքերին, հետեւաբար ես չեմ ընդունում այն մեղադրանքը, որից ներկայացվել է։ Բայց իմ խոսքը սահմանափակված է, իմ տեղաշարժը սահմանափակված է։ Եվ սա նշանա բոլորի համար, չէ՞։ Սա նշանա ազատ խոսք արտահայտելու մտադրություն ունեցող ցանկացած մարդու։ Հիմա այս պայմաններում որևէ մեկը մտածում է, որ հնարավոր է ընտրություն, որևէ մեկը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը իր օգնական, իր խմբագրության լրագրող, իր խմբակցության падգամավոր Վահագն Հովակիմյանին, որը չունի ոչ առանձնապես գիտելիքներ, ոչ փորձառություն, ոչ մասնագիտական գործունեություն։ Մեծ հաշվարկություն էլ։ Նրանք կարգել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, դարել են ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու համար։ Ասենք պատկերացրեք Վահագ Հովակիմյանը պետքա կազմակերպի ընտրություններ, որի արդյունքները հնարավոր է բողոքարկել միայն սահմանադրական դատարանում։ Իհարկե, հիմա սահմանադրական դատարանի մասին կարծիք արտահայտելու իրավունք չունեմ, բայց մարդիկ կարող են հիշել, թե ինչ որոշում է կայացրել սահմանադրական դատարանը 2021 թվականի ընտրությունների արդյունքների վերաբերյալ, երբ որ դատարանը ստացվե աննախադեպ թվով քաղաքական ուժերից բողոք, որը վիճարկել է այդ ընտրությունների արդյունքները։ 4 քաղաքական ուժ երբևէ Հայաստանի պատմության մեջ չի բողոքարկել համապետական ընտրությունների արդյունքներ։ Հիմա այս պայմաններում, եթե որևէ մեկը մտածում է, որ հնարավոր է, որ այս բռնապետական թշնամական ռեժիմը տապալվի ընտրությունների միջոցով, ես այդ մարդկանց նախանձում եմ իրենց երևակայության, իրենց ազնվության համար։ Պարոն Ղազարյան, իսկ ընդհանրապես այս երկու քաղաքական ուժերի, երկու նախագահների կարելի ասել համակիրների առճակատումը ինչ ազդեցություն ունենում ընդհանրապես ընդդիմություն ասվածի վրա, հա, որտեվ մենք մշտապես ասել ենք, որ ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդանա, ոչ թե հակառակը, որպես ինչ որ բան ստացվի։ Այդ տեսանկյունից համաձայն եմ, իհարկե ես համաձայն չեմ հիմա ընդդիմություն եզրույթի գործածության նպատակահարմարության այս իրավիճակում, որովհետև ընդդիմությունը դա քաղաքագիտական եզրույթ է եւ գործածում է քաղաքական համակարգերում, երբ որ կա իշխանության եկած քաղաքական ուժ եւ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը հավակնում է գալ իշխանության եւ հանրային վերահսկողության է պահում գործող իշխանության։ Քանի որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի, հետեւաբար ընդդիմություն էլ չի կարող գոյություն ունենալ բնությունից։ Այսինքն Հայաստանում կա թշնամախումբ, ապօրինի թշնամական շահերը սպասարկող հանցավոր մի կազմավորում, որը զավթել է խաբեությամբ, խարդախությամբ, զավթել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը, այն ծառայեցնում է թշնամու շահերին, հետեւաբար նրա դեմ կանգնած ուժերը չեն կարող համարվել քաղաքական ուժեր։ Դրանք ազգային ազատագրական պայքարի ուժերն են։ Եվ այդ ազգային ազատագրական պայքարը կարող է հաջողություն ունենալ ոչ թե իր ներքին պառակտվածության, իր ներքին անհամաձայնության, այլ միասնական համերաշխ մթնոլորտի
արդյունքում, այսինքն եթե օրինակ լիներ ժողովրդավարական երկիր, տարբեր քաղաքական ուժեր, տարբեր հայացքներով կարող էին այդ ավանդական ճանապարհով գնալ, բայց հիմիկվա իրականությունը սկզբունքորեն այլ է։ Ասենք պատկերացրեք Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանը ղեկավարում է Շահին Մուստաֆայևը։ Մեծ հավանականությամբ մոտ ապագայում, եթե այդպես շարունակվեց զարգացումները, նա էլ կլինի Հայաստանի վարչական կառավարիչը, որովհետև բացի դրանից, որ նա Տաուշի մարզից է, ինչպես Նիկոլ Փաշինյանը ծնունդով, բայց ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ունի նաև գրագիտություն, այսինքն նա ունի բարձրագույն կրթություն առնվազն եւ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ գերազանցությամբ նաև իր միջնակարգ դպրոցը, վարժ խոսում է հայերեն։ Հիմա ասենք թե Շահին Մուստաֆայևի իշխանությունը որ հաստատվի, դրա դեմ պայքարը, որպեսզի մենք ազատվենք Շահին Մուստաֆայևի եւ իր վարչախմբի լծից, պետքա լինի ընդդիմադիր գործիչների եւ ընտրությունների միջոցով, ինչ տարբերություն։ Ասենք Շահին Մուստաֆայևից առաջ հիմա Հայաստանը ղեկավարում է Իլհամ Ալիևի համար խիստ վստահելի, խիստ հասկանալի եւ ընդունելի մեկ այլ ավելի դաժան, ավելի տգետ, անդաստիրակ մի ուրիշ գործիչ, իդեմս Նիկոլ Փաշինյանի։ Բայց շահերի սպասարկման իմաստով միգուցե նաև ավելի շատ մոտիվացված, քան Շահին Մուստաֆայևը։ Ու ասենք ընդդիմությունը պիտի պայքարի Շահին Մուստաֆայև, Մեհեր Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը դաշինքի դեմ։ Կարծում եմ, որ դրա համար պետքա պայքարեն ազատագրական պայքարի գործիչները, որոնց պետքա անվերապահ աջակցություն ցուցաբերի հայ ժողովուրդը իր գոյաբանական, գոյապահպանական, կենսական խնդիրներից եւ շահադրտվածությունից ելնելը, որպեսզի չբնաջնջվի, որպեսզի չտեղահանվի, որովհետեւ ու դրա համար պետք չի ենթադրություններ անել, կանխատեսումներ անել, պետքա նայել գոնե վերջին 2 տարվա իրադարձություններին։ Որտեղ Արցախահայությունը ենթարկվել է ցեղասպանության, բռնի տեղահանության եւ իրենց ամբողջ ունեցվածքը թողնելով լքել են իրենց հայրենիքը։ Եվ դա եղել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով այդ իրադարձություններից ընդամենը մի քանի տարի առաջ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում հավաքել էր արցախցիներին եւ նրանց ասում էր, որ ինքը եկել է ծառայություններ մատուցելու Արցախի ժողովրդին, նրանց անվտանգությունն ապահովելու, նրանց բարօրությունն ապահովելու, նրանց տարիների ընթացքում ստեղծած, պաշտպանած անկախ պետականություն Արցախի հանրապետությունը միջազգային ճանաչման հասցնելու, նրանց հաջողություններն ապահովելու համար եւ այդ նույն մարդը տալով այդ խոստումները մարդկանց դարձրել է զոհ ֆիզիկապես բնաջնջելով նրանց զավակների եւ տեղահանելով նրանց, թողնելով ամբողջ ունեցվածքը, պատմական ժառանգությունը, հիշողությունները եւ այլն։ Հիմա այդ նույն մարդը շարունակում է պաշտոնավարել եւ ամեն տարի նոր աղետ, նոր կորուստներ, նոր ողբերգություն է բերում մեր պետությանը, ժողովրդին դրա առանցին հատվածներին։ Ինչ քաղաքական պայքարի մասին է խոսքը։ Պարոն Ղազարյան, օրերս հրաժարական տվեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշեկ Կիրակոսյանը, մամուլը գրում է նաև, որ գրասենյակի մեծամասնությունը նրա հետ մեկտեղ հրաժարական է ներկայացրել։ Ինքը Կիրակոսյանը դա բացատրում է գիտությամբ զբաղվելու ցանկությունով, ինչը կասկածելի է առնվազն, իսկ մամուլը ասում է, որ պատճառը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է տեղի տալ ադրբեջանական եւս մեկ պահանջի միջազգային իրավական ատյաններում Հայաստանի Հանրապետության դիմումներից հրաժարվելու մասին է խոսքը։ Դուք ինչ կարող եք ասել այս հրաժարականի հետ կապված, արդյոք կապում եք դա այդ հայցերի հետ կանչման process-ի հետ եւ առհասարակ ինչ կլինի, եթե Հայաստանը հետ կանչի իր դիմումները, դա ինչպեսի ազդեցություն կունենա մեր միջազգային հեղինակության վրա։ Ես կարծում եմ, որ ձեր հարցը այնքան գրագետ եւ փաստարկված է ձևակերպված, որ դրան միայն կարելի է պատասխանել մեկ բառով՝ այո։ Դա պայմանավորված է այդ հանգամանքով, որովհետեւ Եղիշեկ Կիրակոսյանի պաշտոնը, որը գրասենյակը, որ նա ղեկավարում է, դա վարչապետի աշխատակազմի գրասենյակ է, որը պատասխանատու է եղել միջազգային դատարաններում եւ արբիտրաժնային դատարաններում Հայաստանի վերաբերող շահերը ներկայացնելուն։ Դա կլինի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, դա կլինի
Հաագայի միջազգային քրեական դատարանում, դա կլինի տնտեսական հարցերով տարբեր ուրեմն արբիտրաժային ատյաններում, դա է եղել իր ֆունկցիան, գրասենյակը, որ նա ղեկավարել է, դրանով է զբաղված։ Եվ մենք տեսել ենք նաև, որ ինքը ֆունկցիոնալ առումով այդ պարտականությունները վերջին մի քանի տարիներին կատարել է, այսինքն օրինակ հայցեր է ներկայացրել Հաագայի միջազգային դատարանում եւ ներկայացրել է անձամբ եւ պաշտպանել է հայկական կողմի դիրքորոշումները։ Մենք նաև տեսել ենք, լսել ենք պաշտոնապես, մասնավորապես Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցներից դեկտեմբեր եւ հունվար 2024-25 թվականներին, որտեղ նա ասում է, որ Հայաստանի հետ համագործակցության գնալու եւ որևէ պայմանագիր ստորագրելու նախապայմաններից մեկն այնն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր բոլոր ներկայացրած դատական հայցերից, բոլոր միջազգային ատյաններից, որոնք ներկայացված են Ադրբեջանի դեմ։ Այդ դեպքում հարց առաջանում, Եղիշե Կիրակոսյանի մոտ կարա հարց առաջանա, թե այդ դեպքում էլ իր անելիքը ի՞նչն է, այսինքն եթե իր պարտականությունը այդ հայցերը ներկայացնելն էր կամ այդ վարույթի ընթացքում հայկական կողմի դիրքորոշումները պաշտպանելն էր, եթե Հայաստանը պետք է հրաժարվի իր այդ հայցերից, ապա ինքը անելիք չունի, այսինքն նրա պաշտոնակությունը ուղղակի հաստատումն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է նաև Իլհամ Ալիևի նաև այդ պահանջին, որ հրաժարվի բոլոր հայցերից եւ Եղիշե Կիրակոսյանն էլ եթե անելիք չունի, ունենալով գիտական աստիճան, գործունեություն, փորձառություն, ինքը բնականաբար միակ զբաղմունքը, որ կարա ունենա, դա ակադեմիական աշխատանքն է։ Բայց ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Եղիշե Կիրակոսյանը բացի իր հիմնական առաքելությունը պաշտոնյա կատարելուց նաև շատ վտանգավոր դերակատարումներ է ստանձնել եւ որպես պաշտոնյա ձախողված գործիչ է պետական կառավարման համակարգում։ Իդեպ նա մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը շատ բարձր պետական պաշտոններ է զբաղեցրել նախորդ իշխանությունների ժամանակաշրջանում, եղել արդարադատության փոխնախարար, վարչապետի խորհրդական, մինչև 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Իսկ 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո նա 2019 թվականի դեկտեմբերից վարչապետի որոշմամբ մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացում ստանձնել է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Մի հանձնաժողով, որը չի կարողացել մշակել ոչ միայն սահմանադրական փոփոխությունների նախագիծ, այլ անգամ հայեցակարգ։ Մի հանձնաժողով, որի պաշտոնավարման շրջանում նախաձեռնվել է սահմանադրական հանրաքվե, որի տեքստը կապ չի ունեցել այն հանձնաժողովի նրա եզրակացության, ստեղծած արդյունքի հետ, որ ինքը գլխավորում է, ինչը որ դրել էր հանրաքվեի, եւ հանրաքվեի տապալումից հետո ազգային ժողովը ընդունել է մեկ այլ փոփոխություն, այլ տեքստ սահմանադրական փոփոխությունների, որը կրկին ոչ մի կապ չունի Եղիշե Կիրակոսյանի գլխավորած հանձնաժողովի գործունեության հետ։ Եվ այդ փոփոխությունները ընդունվել են հակասահմանադրական ճանապարհով, որովհետև ազգային ժողովը իրավունք չուներ փոփոխություններ կատարել սահմանադրության այն հոդվածներում, որոնք վերաբերում էին դատական իշխանությանը, իսկ փոփոխությունները վերաբերել են բացառապես սահմանադրական դատարանին, եւ ազգային ժողովը այդ փոփոխությունը կատարել է շրջանցելով սահմանադրությամբ իմպերատիվ ամրագրված սահմանադրական վերահսկողության արգելքը, որ ազգային ժողովի կողմից ցանկացած եւ հանրաքվեի դրվող ցանկացած նախագիծ նախքան որոշման դնելը, ընդունելը պետքա ուղարկվի սահմանադրական դատարան եւ այն կարող է դրվել քվեարկության բացառապես սահմանադրական դատարանի դրական եզրակացության արկայության պայման։ Այդ ձևակերպումները սահմանադրության մեջ շատ հստակ են նշված։ Բայց ազգային ժողովը, որը իդեպ այդ նախագիծը ներկայացնում էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս նախագահ Վահագն Հովակիմյանը, ով այդ պահին նաև սովորում էր Երևանի Մովսես Խորենացու համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հերրակա բակալավրիատի 3-րդ կուրսում, ուսմանը զուգահեռ հեղինակել էր սահմանադրական փոփոխությունների այդ նախագիծը, որ ընդունվել է, եւ գիտական մեծ վաստակ եւ հեղինակություն, մասնագիտական հեղինակություն ունեցող Եղիշե Կիրակոսյանի չէր անհանգստացնում այն հակասահմանադրական ապօրինությունը, որ իրականացնում էր այն իշխանական թիմը, որին ինքը պատկանում էր քաղաքական կարգավիճակում։ Եղիշե Կիրակոսյանը եղել է նաեւ Մեհեր Գրիգորյանի կողմից ղեկավարվող Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանային հարցերի հանձնաժողովի անդամ։
Եղիշեկ Կիրակոսյանը ընդգրկված է եղել 2021 թվականից ստեղծված Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կազմում, մինչ օրս նա հանդիսանում է նաև այդ հանձնաժողովի կազմում, որը 21 թվականից մինչ օրս կրկին չի ներկայացրել որևէ նախագիծ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ Եղիշեկ Կիրակոսյանը անհասկանալիորեն ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում Ադրբեջանի եւ ԱՄՆ պետքարտուղարության հետ եռակողմ ձևաչափով բանակցային գործընթացում չունենալով դիվանագիտական որևէ պաշտոն եւ լիազորված չլինելով զբաղվելու արտաքին քաղաքական հարցերով։ Իսկ իր պաշտոնական լիազորություններից դուրս գործունեություն է իրականացրել, որի արդյունքների մասին մենք կրկին ոչինչ չգիտենք, այնպես որ նրա կերպարը ես ընկալում եմ իբրև խիստ բացասական, նրա մինչև հիմա իրականացրած գործունեությունը վտանգավոր, իսկ նրա պաշտոնանկությունը հաստատում այն բանի, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հերթական միակողմանի պահանջներին, այն է հրաժարվել միջազգային դատարաններից Ադրբեջանի դեմ այս պահին իրականացված բոլոր հայցերից։ Սա Ադրբեջանի համար չափազանց կարևոր սկզբունքային նշանակություն ունի, որովհետև ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որի կրթական փաստաթղթավորված ամենաբարձր աստիճանը Իջևանի թիվ 1 դպրոցի շրջանավարտ լինելն է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտ է եւ պաշտպանել է տեխնացուական ատենախոսությունը այդ ոլորտում եւ շատ լավ հասկանում է, որ ինքը գործել է միջազգային քրեական հանցագործություն եւ 44-օրյա պատերազմը եւ ապրիլյան պատերազմը դրանք միջազգային հանցագործություններ են, որի համար Ալիևը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Իսկ դրան պատասխանատվության կարող է կանչել միայն տուժող կողմը այդ հանցանքի։ Դա Հայաստանն է։ Եվ եթե Հայաստանը հրաժարվում է այդ հայցերից, նշանակում է ազատություն է տալի եւ ներում է Իլհամ Ալիևին իր գործած ռազմական քրեական հանցագործությունների համար։ Եվ Ալիևը դա շատ լավ հասկանալով այդ պահանջները ներկայացնել, իսկ Եղիշեկ Կիրակոսյանի պաշտոնանկությունը հավաստիացումն է, որ այդ պահանջները բավարարված են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ վերջին հարցը, պարոն Ղազարյան, դուք խոսեցիք Իլհամ Ալիևի պատասխանատվության մասին քրեական, բայց Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել, եթե չեմ սխալվում, Հիկմետ Հաջիևի կողմից, հետևյալն է, որ Ադրբեջանում կան հարուցված քրեական գործեր, որոնցով անցնում են հայ ռազմական գործիչներ եւ նախկին նախագահները եւ ասում են հետեւյալը, որ եթե Հայաստանը անկեղծ է խաղաղության իր մտադրություններում, ապա պետք է այդ մարդկանց արտահանձնի Ադրբեջանին, որպեսզի նրանք եւս քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ուզում եմ ձեզ հարցնել, հնարավոր համարում եք, որ Հայաստանի իշխանությունը նաեւ այս պահանջը բավարարի։ Միանշանակ այո։ Իդեպ ասեմ, որ այդ մարդկանց ցանկում եմ նաեւ ես։ Այդ մարդկանց ցանկում եք Դուք Արցախում եղել եք երբևէ։ Ես այնտեղ ծառայել եմ։ Ուրեմն այդ ցանկում ենք նաև մենք։ Որովհետև Լևոն Մնացականյանի ներկայացված մեղադրանքը վերաբերել է նաև ձեզ։ Ապորինի հատել է սահման։ Չէ, այդ ապորինին ես եմ հատել։ Դուք ապորինին հատելուց բացի ընդգրկված եք եղել ապորինի ահաբեկչական ռազմական կազմավորման կազմում եւ իրականացրել եք գործողություն Ադրբեջանի Հանրապետության դեմ, եթե դուք ՊԲ-ի զինծառայող եք եղել։ Եվ այդպես Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, աշխարհում ապրող բոլոր հայերը, ովքեր երբևէ եղել են Արցախում, նրանց վերաբերել է Ռուբեն Վարդայանի ներկայացված մեղադրանքներից մեկը Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելը, ովքեր երբևէ առնչություն են ունեցել պաշտպանության բանակի հետ, պարտադիր չի որ ծառայած լինեն, առնչություններ ունեցած լինեցեք, մատակարարել են սնունդ պաշտպանության բանակին։ Նրանց վերաբերել են Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանի եւ Արցախի նախագահների ներկայացված մեղադրանքները։ Եվ Հիկմետ Հաջիևի ասածը վերաբերում է ողջ հայ ժողովրդին։ Իհարկե առաջնային նրանք շատ լավ հասկանում են, որ առաջնային թիրախում են ռազմաքաղաքական գործիչները եւ ղեկավարները։ Նրանց թվում են հայտնել այդ մասին Ադրբեջանի գլխավոր դատախազը, որ հենց այդ նույն վարույթով ոնց որ հիմա Ադրբեջանի դատանում ընդհանում է դատավարությունը, կա առանձնացված մաս։
առանձնացված մասով վարույթը շարունակվում է եւ այնտեղ մեղադրյալի կարգավիճակներ ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Զորի Բալայանը, Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը եւ այդպես շարունակ շատ մեծ ցանկ է եւ Ադրբեջանի դատախազը ակնկալում է որ Հայաստանի իր գործընկերները իրենց իրավական աջակցություն կցուցաբերեն այդ գործի շրջանակներում բոլոր մեղադրյալներին եւ վկաներին Ադրբեջանի իրավապահ մարմիններ ներկայացնելու եւ անհրաժեշտ ցուցմունքներ եւ բացատրություններ տալու համար։ Դա վերաբերում է բոլորիս ողջ հայ ժողովրդին։ Կամքը Ադրբեջանի դատախազին է, որից համար հարուցեց միջազգային հետախուզում ցանկացած երկրի սահմանային ծառայության մեր անձնագիրը ցույց տալուց, այդ երկրի անձնագրային ծառայության սահմանային հսկողության սահմանապահի համակարգչի վրա բացվելու է տող, որտեղ գրած է որոնվում է, գտնվում է միջազգային հետախուզման մեջ, որը հայտարարել է Ադրբեջանի Հանրապետությունը, Ինտերպոլի անդամ։ Եվ այդ մարդը ձերբակալվելու է սահմանի վրա։ Այս ամենը իրողությունը միայն ու միայն մի դեպքում, երբ որ Հայաստանի վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ դեպքում կարող լինի ճիշտ հակառակը։ Հայաստանում պետք է հարուցվեն քրեական վարույթներ, մեղադրանքներ ներկայացվեն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ այդ գործերով դիմումներ ներկայացվեն նաեւ միջազգային քրեական դատարաններին Իլհամ Ալիևին եւ նրա ամբողջ իշխանախմբին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, այո, Ալիևի կեղտոտ ձեռքերը Նիկոլ Փաշինյանի օգնությամբ հասնելու են մեր պետության բոլոր ղեկավարներին։ Իլհամ Ալիևն ասել է, որ իրանց բանտում առնվազն 2 հոգու տեղ կա։ Չեմ կարծում, որ նա այդ պահին ինձ եւ ձեզ նկատի ուներ, բայց վստահ եմ, որ նա նկատի ունեցել նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հատկապես, որովհետեւ Լևոն Տեր-Պետրոսյանը միայն իր հոր հետ է բանակցել, իսկ ինքը բանակցել է մեր երկու այս նախագահների հետ եւ անձնական վրեժ ունի, որովհետեւ նրան չի հաջողվել այդ բանակցությունների գործունեության անգամ մարտական գործողությունների հետևանքով ապրիլյան պատերազմը նկատի ունեմ տիրանալ Արցախին։ Դա իրան հաջողվել է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Իդեպ այդ ցանկում վերջին տողում վստահ եմ նաև Նիկոլ Փաշինյանի անունն, այսինքն երբ որ նա մեր բոլորին կհանձնի Ադրբեջանի իշխանություններին, վերջում էլ իրեն են ձերբակալելու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստատիտողներ, ես զրուցում էի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար տնտեսագիտության տեխնացու դոցենտ Էդգար Ղազարյանի հետ կհանդիպենք։